Մենք նշում ենք Աստծո տոները, մենք պահում ենք շաբաթ օրը, մենք հետում ենք նոր ուխտին։ Երբ սա ասում ենք, սկսում ենք մտածել. որքան արժեքավոր է այս ճշմարտությունը, որ Աստված կզոհաբերի իր կյանքը, նույնիսկ կթափի իր արյունը, այն իր զավակներին տալու համար, որոնց նա ամենաշատն է սիրում։ Դա հոգոր գլուխգործոց է, որը Աստված նույնիսկ զոհաբերեց մեզ իր սիրելի զավակներին տալու համար։ Ալյասկայի տարածքը 7.2 միլիոն դոլարով վաճառելուց 13 տարի անց ռուսները կողբային ու հողը կբախեին, իմանալով, որ այնտեղ 300 միլիոն դոլարի ոսկի էր թաղված։ Նրանք, ովքեր լիովին չեն հասկանում շաբաթու օրվա, զատկի կամ 7 տոների արժեքը 3 ժամանակներում, կարող են մտածել. որքան թանկագին է պահել շաբաթ օրը։ Որքան արժեքավոր է տոները նշելը։ Ուստի, պարզապես մտածում են. Աստված ասել է, ուրեմն պետք է պահենք։ Սակայն դրա արժեքը շատ ավելի մեծ է։ Շաբաթ օրը, որը մենք հիմա պահում ենք, մեծ արժեք ունի։ Գրված է, հրեշտակներն անգամ փափագում են նայել սրանց։ Երբ խորում ենք այս մասին, պետք է մեզ հարցնենք. ինչու Աստված ջանաց մեզ տալ այս թանկարժեք ճշմարտությունը, իր արյունը թափելով։ Ամեն շաբաթ եկեղեցի գնալով չպետք է սահմանափակվենք։ Նոր ուխտի արժեքը դրանից շատ ավելի մեծ է։ Եթե մենք չկարողանանք հասկանալ դրա իրական արժեքը, մենք կանտեսենք շաբաթ օրը, զատիկը, տոները, նոր ուխտը։ Այդքան կարևոր է։ Սատանան շարունակում է շշնջալով գայթակղել։ Սակայն կան սատանայի չար ծրագրեր մեզանից ճշմարտությունը խլելու համար։ Ինչ ասաց Աստված, ինչ պետք է անենք մինչ նրա գալը։ Աստված ասաց. պահիր այն։ Մտածեք Ալյասկայի արտաքին տեսքի մասին։ Այն չի կարող մշակվել։ Մարդիկ այնտեղ չեն կարող ապրել։ Այն կարող է անարժեք թվալ, որովհետև ամեն ինչ թաքնված է ներսում։ Նույնն է նա շաբաթ օրվա այն տոների դեպքում, որոնք մենք այսօր պահում ենք։ Նույնը վերաբերում է նա նոր ուխտի ճշմարտությանը, որը Աստված սովորեցրեց մեզ, երբ վերջին դարաշրջանում երկրորդ անգամ մարմնով եկավ այս երկիր։ Որքան արժեքավոր է, որ գրված է, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները հավիտենական։ Արժեքը հավերժական է։ Բառերով չի կարելի նկարագրել, չէ՞։ Աստվածաշունչը Աստծո միայն ճշմարտություն սովորեցնող խոսքն է։ Այն ճշմարտության գիրքն է, այն երբեք չի խաբում մեզ, անարժեքը ներկայացնելով որպես արժեքավոր։